Շատերի մոտ հարց առաջանում, ինչ է նշանակում արժանապատիվ աշխատանք, ըստ միջազգային չափանիշների և կանոնների, դա իր մեջ պարունակում է 4 տարր, դա վարձատրությունն է, աշխատանքային պայմաններն են, աշխատանքային իրավունքները և աշխատանքային ոլորտում սոցիալական գործընկերությունը, մոտավորապես այսքանը։ Երթի մասնակիցները Հայաստանի արմիությունների կոնֆեդերացիայի անդամ կազմակերպություններն են, ճյուղային արմիություններն են, որոնք այսօր դուրս են եկել այդ երթին։ Ինչ որ հենց ենթադրում եմ միայն Հայաստանի համար է ենթադրում, որպեսզի մարդիկ գտնեն եւ իրենց աշխատանքը, եւ աշխատողը ունենա իր արժանինքները, եւ որպեսզի գործատուն արժանի վերաբերվի աշխատողին։ Այսօր 150 երկրերում մեզ նման արմիությունները եւ աշխատողները տարբեր ակցիաներ են կազմակերպում, որի նպատակն է իշխանությունների ուշադրությունը հրավիրել աշխատողների խնդիրներին, արժանապատիվ աշխատանք ունենալու կարևորությանը։ Մենք պետք է միշտ հիշենք, որ միասին մենք ուժ ենք։ Եկեք բոլորով շարժվենք կազմակերպված Աբովյան փողոցով, դեպի Թումանյան փողոց եւ Հյուսիսային պողոտայով հետ ենք վերադառնալու համկի շենքի մոտ։ Երթուղին ընտրված է այնպես, որ մեր մասնակիցների համար հարմար լինի, քանի որ բոլորը աշխատողներ են, ընդմիջման ժամին են դուրս եկել, մի ժամ ժամանակ ունեն ընդամենը, ժամը 1-ից 2-ը, 2-ին պիտի վերադառնան իրենց աշխատատեղերը։ Միայն այդ նկատառումներով։ Իրազեկման հերթ է եւ մեր ձայնը բարձրացնելու հնարավորություն է, որ այսօր արժանապատիվ աշխատանքի համար պայքարի օրն է, նաև իշխանություններին ենք հիշեցնում, որ աշխատողներին չանտեսեն։ Հնարավորություններ կան, բայց դրանք առայժմ դեռևս ամբողջությամբ չեն կիրառվում։ Ինչ է ձեզ համար արժանապատիվ աշխատանք։ Արժանապատիվ աշխատանքը արժանապատիվ մարդու իր դրսևորման արտահայտումն է եւ շատ կարեւոր է, որ դա լինի մեր երկրում։ Աշխատում եմ։ Կարևոր չի, բայց աշխատում եմ եւ շնորհակալ եմ դրա համար, որ գոնե ինձ բախտ է վիճակվել աշխատանք ունենալ։ Հասկանում ենք աշխատավարձը շատ լինի։ Պայմանները դե ոչինչ, հարմար է, մի քիչ աշխատավարձը բարձրացնեին։ Գոնե հա։ Բա դրա համար ենք աշխատում։